Հարգելի հարգելի գործընկերներ, սկսենք 2026 թվականի հուլիսի 16-ի մեր հերթական նիստի աշխատանքները կառավարության առաջարկում եմ հաստատել օրակարգը, օրակարգի հետ կապված կան հարցեր, առաջարկություններ, դիտարկումներ չկան, առաջարկում եմ հաստատել օրակարգը, ովքեր են դեմ չկա, օրակարգն հաստատվեց, առաջարկում եմ քվեարկել չզեկուցվող հարցերի փաթեթի որոշումները, կան առաջարկություններ, դիտարկումներ, խնդրեմ պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ, առաջարկում եմ 34-րդ հարցը հաստատել պայմանով խմբագրական բնույթի փոփոխություններ պետք է անենք մինչև ստորագրումը։ Մոտիվացիոն համակարգն է։ Շատ լավ, այլ հարցեր, առաջարկություններ կան, հարգելի գործընկերներ չկան, առաջարկում եմ ընդունել որոշումները, ովքեր են դեմ չկա, չզեկուցվող հարցերի փաթեթի որոշումներն ընդունվեց։ Անցնենք զեկուցվող հարցերին, հարց համար 10 համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 26 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 1 միլիարդ 35 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզի 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Միաժամանակ նշեմ, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 26 թվականի պետական բյուջեից 8.384 միլիարդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր, իրականացված ընդհանուր 15.65 միլիարդ դրամ արժեքով։ Եթե անդրադառնամ ըստ ծրագրերի, ապա խոսքը Արարատի մարզի Արտաշատի համայնքի Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ, Դվին բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցումն է կամ նորոգումը, կատարված շինարարական աշխատանքները 85% են, կառուցվել է 7 կիլոմետր երկարության ոռոգման համակարգ, շահառուների թիվը 256 տնային տնտեսություն։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի Խաչատուր Աբովյան փողոցի ասֆալտապատումն է, աշխատանքները ավարտված են, ասֆալտապատվել է 1.2 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան եւ Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացումն է, կատարված շինարարական աշխատանքների 95% են, ասֆալտապատվել է 3.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Լոռու մարզի Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազիֆիկացումն է, աշխատանքները ավարտված են, կառուցվել է 3.3 կիլոմետր երկարությամբ գազատար, շահառուների թիվը 168 տնային տնտեսություն։ Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիրաղեգ, Հագվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի կառուցում կամ նորոգումն է, ավարտված են աշխատանքները, կառուցվել է 1.6 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը 98 տնային տնտեսություն։ Սյունիքի մարզի Սիսյան համայնքի Սիսյան բնակավայրի Գայի 1, 2, 4, 6, 7, 10, 12, 13, 14, 15, Զորավար Անդրանիկ 1, 3, 5, Շահումյան 72, 74 շենքերի բակային փողոցների, Զորավար Անդրանիկ, Հովան Որոտնեցու փողոցների վերջնամասի կապիտալ վերանորոգումն է, ավարտական փուլումը ասֆալտապատվել է 2.8 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհ եւ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կող բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի շենքի կառուցումն է, շինարարական աշխատանքները 30%-ով են կատարված, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար, Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցի սալապատումն է տուֆով, 75%-ով աշխատանքները կատարված են եւ 1739 քառակուսի մետր մակերեսով ճանապարհ է սալարկվել եւ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սարիբեկ Օհանյան փողոցի առաջին նրբանցքի հիմնանորոգումն է եւ սալարկումն է տուֆով,
Նույնպես աշխատանքները 95%-ով կատարված են եւ սալարկվել է 2354 քառօքսիմետր մակերեսով ճանապարհ։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր զեկուցողին չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց։ Հաջորդ հարցը հարցամարտ 15, խնդրեմ պարոն Միրզոյան։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այս որոշմամբ մենք ըստ էության սկսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIP ռազմավարական TRIP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան եւ Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը չհակասող ուրեմն դրույթներ արձանագրելու որոշման պարագայում էլի սահմանված կարգով կուղարկենք, կդիմենք ազգային ժողով, հարցը քննարկումը կտեղափոխենք ազգային ժողով, ինչպես գիտեք, շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր սույն թվականի մայիսի 26-ին իմ եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Երևանում եւ այնուհետեւ ընդամենը օրեր անց հունիսի 1-ին եւ հունիսի 4-ին համապատասխանաբար էլի պետքարտուղար Ռուբիոյի եւ իմ կողմից ստորագրվել էր Վաշինգտոնում եւ Երևանում փառատելով հնարավոր հարցեր ասեմ, որ միջազգային պրակտիկայում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժանմանակյա հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է եւ ընդունված պրակտիկա է։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը նախորդել էին եւս երկու շատ կարեւոր փաստաթղթեր 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ներկայությամբ եւ վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը եւ այդ հռչակագրի ստորագրմանը զուգահեռ ուրեմն մնացած վերաբերելի փաստաթղթերի ստորագրումը եւ այնուհետեւ արդեն 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի եւ իմ կողմից TRIP իրականացման շրջանակ վերնագրված փաստաթղթի ստորագրումը հիմա արդեն այս միջպետական շրջանագային համաձայնագիրը ավելի է մանրամասնում համաձայնեցված ուրեմն դետալները, ուղղությունները եւ լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին, սա ինչի եմ շեշտում, որովհետեւ եւ օգոստոսի 8-ի հռչակագրի պարագայում եւ հունվարի 13-ի շրջանակային ուրեմն իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթի պարագայում եղան որոշակի շարժումներ այն մասին, որ ի վերջո միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշած փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ եւ ահա ինչպես տեսնում ենք այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին եւ նաեւ որոշակի մանրամասներ ուղղակիորեն ասվում է, որ պետք է կարգավորեն այնպես, ինչպես օրինակ հունվարի 13-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում է սահմանված, նաև առաջանցնելով ուզում եմ ասել, որ ըստ էության մենք TRIP-ի հիմնադրման ուրեմն փաստաթղթային գործընթացը ավարտելու համար դեռևս արժևում ունենք եւս երկու փաստաթուղթ, դա բաժնետերերի համաձայնությունը կլինի, բաժնետերերի միջև պայմանագիրը եւ կլինի արդեն TRIP զարգացման ընկերություն այդ ձեռնարկության ընկերության կանոնադրությունը մենք այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա Անդրադառնալով բուն շրջանակային համաձայնագրին, ուզում եմ նշել, որ համաձայնագիրը
համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված, կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, պետությունների զարգացումը, սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում։ Նաև ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ, այս մասին էլ բազմաթիվ ամրագրումներ եւ արձանագրումներ կան փաստաթղթում, նաեւ արդեն երևի կարելի ասել տեխնիկական մանրամասներին անդրադառնալով ասեմ, որ համաձայնագրով Միացյալ Նահանգները եւ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրում են TRIPS զարգացման ընկերությունը, այս ընկերությունը կարողանա Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի համար հիմնադրել հատուկ նշանակության ընկերություններ, ներգրավել այլ գործընկերներ, TRIPS զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով եւ այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը եւ Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը եւ ահա այս նախնական ժամկետի 49 տարով լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը եւ ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում արդեն երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ընկերության բաժնեմասերի 49%, այսինքն 26%-ից Հայաստանի Հանրապետության բաժնեմասերը կմեծացվեն, Հայաստանի Հանրապետությանը կտրվեն ավելի բաժնեմասեր, կհասցվեն 49%-ի եւ սա կլինի ուրեմն ժամկետի երկարացման համար Հայաստանի Հանրապետության կողմից արվող եւ նրան տրվող միակ գործողություն, այսինքն ժամկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ ներդրում պարտավորություն չի ստանձնում անելու։ Ուզում եմ նաև ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կրկին վերադառնալով նախորդիվ ասածից կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունը եւ լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ նաև ուրեմն Հայաստանը իր ներպետական օրենսդրության միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար, սա էլ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, ուրեմն ա անվտանգություն եւ իրավապահ գործունեություն, բ սահմանային վերահսկողություն եւ սահմանային անվտանգություն, գ մաքսային եւ միգրացիոն վերահսկողություն, դ հարկերի եւ տուրքերի փոխանցում պետական բյուջե, ե պետական տեղեկատվական համակարգեր, զ պետական վարչական գործառույթներ եւ վերահսկողություն, հարգելի գործընկերներ, ինչպես կարող եք նկատել, թվարկածս ամբողջովին ծածկում է եւ կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրության շրջանում եւ այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների առնվազն ընթացքում։ Այստեղ հավելեմ նաեւ, որ
այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել front office, back office, ուրեմն սկզբունքով աշխատանքի բաժանում եւ այդ front office-ի համար կարող է ներգրավել մասնավոր օպերատորներ, սա մի պրակտիկա է, որը Հայաստանի Հանրապետությունում արդեն կա, սա մի պրակտիկա է, որի մանրամասները նաեւ նշված են իմ կողմից հիշատակված հունվարի 13-ի թրիփ իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում եւ կրկին ցանկացողները, եթե մինչ այժմ առիթ չեն ունեցել, կարող են մանրամասներին ծանոթանալ, մի անգամ էլ հավելեմ, որ թվարկվածը եւ այստեղ եւ ուրեմն հունվարի 13-ի փաստաթղթում front office, back office բաշխվածության համատեքստում փառատել եւ կշարունակի փառատել բոլոր հնարավոր մտահոգությունները։ Ես այստեղ թերևս կանգ առնեմ, պարոն Գրիգորյան, եթե հնչեցվածի կամ չհնչեցվածի մասին կան հարցեր, իհարկե սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, ես ուզում եմ ուղղակի մի երկու խոսք էլ ասեիք, հիմա մամուլում այդ Trip Plus-ի հետ կապված հոդվածներ են շրջանառում, ինձ թվում է շփոթ կառաջանա, եթե դժվար չի բարձրացնել։ Սիրով, շնորհակալություն, որ ուշադրություն հրավիրեցիք այդ հանգամանքի վրա։ Ուրեմն Trip զարգացման ընկերությունը հիմնադրած սա փաստաթուղթ է, համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Trip-ի վերաբերյալ եւ այստեղ նախատեսված է, որ կստեղծվի Trip զարգացման ընկերություն։ Trip զարգացման հիմնադիրները տեխնիկապես կլինեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Trip զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերությունը, որը կհիմնադրվի Միացյալ Նահանգներում, սա կպայմանավորված է Միացյալ Նահանգների իրավական կարգավորումներով, իրենց ունեցած կառավարությանը վերապահված լիազորություններով կամ սահմանափակումներով, հա։ Եվ ահա Trip զարգացման ընկերություն ԱՄՆ կոչվող ընկերության մեջ եւ այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը Trip Plus է, իրավական առումով սա մեր էս Trip զարգացման ընկերության հետ շատ, այսպես ասած, ինչպես ներկայացեցի, միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ Եվ այս Trip Plus կոչվող ամերիկյան ներդրումային ըստ ամենայնի ընկերության ղեկավարը նշանակված մարդը եւ այս հիմնադրումն արված այն ինչ որ մեր մամուլում այսօր եւ երեք ես նկատեցի գրվել է, վերաբերվում է դրան, այդ Trip Plus ներդրումային ընկերությանը, սա Հայաստանի տարածքում գործելիք, հիմնադրվելիք Trip զարգացման ընկերության հետ շատ անուղղակի կապ ունի։ Հա, շատ շնորհակալություն, պարոն Միրզոյան, դա ստեղծության ֆոնդ է, որը գեներացնում է միջոցներ հետագայում կոնտինենտալ իմաստով ներդրումներ անելու եւ այդ ում ստեղ շատ լավ, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր պարոն Միրզոյանին կամ հարցի հետ կապված։ Մենք սա հրապարակել ենք, չէ՞։ Պարոն Գրիգորյան, մենք հրապարակել ենք եւ օգոստոսի փաստաթուղթը եւ հունվարի 13-ի փաստաթուղթը եւ սա նախաստորագրվել ստորագրվելուց հետո։ Ու Սահմանադրական դատարանում կառավարությանը ներկայացնելու է արտաքին գործերի նախարարի տեղակալ, պարոն Շատ լավ, շատ շնորհակալություն, պայմանավորվեցինք, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն։ Հաջորդ հարցը, հարց համար 16, պարոն Աթաշյան, բայց ես առաջարկում եմ 3-րդ եւ 4-րդ հարցերը այսօրվա զեկուցող, այսինքն 16-ը եւ 26-ը միասին զեկուցել։ Էկոնոմիկայի նախարարության։ Չզեկուցվողների մեջ, հա։ Իսկ գուցե միանգամից միասին զեկուցենք, հա։ Այսինքն մենք հիմա 16-ը եւ 15-ը կզեկուցենք։ 18-ը։ 16, խնդրեմ։ Ուրեմն 16-րդ հարցը վերաբերվում է տվյալների դասակարգման համակարգ ստեղծելուն, իսկ 18-րդ հարցը, որը չզեկուցվող հարցը, պետական տեղեկատվական համակարգերի կառավարության։ Բարձր էլի, պարոն Մանթաշյան։ Այո։ 16-րդ հարցը դա տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու եւ դրա կարգը հաստատելու մասին է, իսկ 18-րդը չզեկուցվող հարցեր, բայց փոխկապակցված են։ Դա պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին է։ Ուրեմն նախապատմությունը հետեւյալն է, որ երբ որ մենք մեր թվային համակարգի եւ թվային վերափոխման օրակարգը սպասարկում էինք, մի քանի խնդիրներ առաջացան եւ անցած տարվա վերջում ընդունեցինք հանրային տեղեկությունների մասին օրենքը եւ հանրային տեղեկությունների մասին օրենքը 20-րդ հոդվածը հստակ
ձևակերպում էր, թե ինչ ենթահամակարգեր են պետք, որպեսզի մենք ունենանք։ Այնտեղ 5 ենթահամակարգի մասին էր խոսքը գնում՝ տվյալների դասակարգման համակարգի, որը որ այսօր հիմա ես կզեկուցեմ, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին, որը որ հետագայում մենք նորից կբերենք կառավարության քննարկմանը, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերը, որը որ արդեն կառավարությունը եւ հաջորդ նիստերին կներկայացնենք, տվյալների փոխանակման շերտը արդեն ընդունվել է եւ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգը, որը այսօր նույնպես ես կներկայացնեմ։ Այս համակարգերի փոխգործելիությունը եւ մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարևոր է, որպեսզի ճշգրիտ եւ առանց խափանումների տեղեկությունները փոխանակվեն համակարգերի մեջ։ Օրենքը, որը որ մենք ընդունում ենք, մի շատ կարևոր սկզբունք էր ամրագրում, տվյալը մեկ անգամ գաղափարը, որը նշանակում էր, որ եթե որևիցե տեղեկատվական համակարգում մի տեղեկություն երևիցե եղել է արդեն ներկայացված, երկրորդ անգամ պետք չի։ Այո, պետական տեղեկատվական համակարգում եթե ներկայացված եղի, երկրորդ անգամ այլևս ներկայացնելու կարիք չի լինելու, բայց որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ մի ստանդարտով լինեն տեղեկությունները, որ իրանք իրար հետ կարողանան փոխանակվեն։ Հիմա ըստ էության այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում եւ ասում ենք, որ թե ինչ ձևով պետք է լինի եւ ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքագրվեն։ Օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի, օրինակ, եթե մեր ներքին վարչատարածական միավորների մասին տեղեկություն լինի, օրինակ բնակչության պետական ռեգիստրում իմ տեղեկությունները կարող են հասցեն գրված լինի եւ միտեղ գրված լինի օրինակ քաղաք Երևան, միտեղ կարող է գրված լինի Երևան, միտեղ կարող է գրված լինի Կարճ, Երև եւ այլն։ Այս ձևակերպները որպեսի վերանան, մենք ստանդարտն ընդունել ենք եւ ֆիքսում ենք, թե ինչ ձև պետք է լինի, որ բոլոր շտեմարաններում մի ձև լինի, որի կարողանան իրար հասկանալ։ Սա նաև վերաբերում է տարբեր այլ երկրներին, օրինակ, որտեղ շտեմարաններում տարբեր տեսակի տվյալներ կարող են լինել, առողջապահական տվյալներ, կարող են լինել բնակության վայրի, երկրի եւ այլն, մենք այստեղ վերցրել ենք նաև միջազգային ISO ստանդարտի ձևակերպները կոնկրետ երկրների վերաբերյալ, կարող է լինի բնակության վայր եւ այլն եւ այլն։ Ըստ էության սրա մասին է տվյալների դասակարգման համակարգը ստեղծելու վերաբերյալ, իսկ պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ըստ էության արդեն դրա կառավարման համակարգն է, թե ինչպես են իրենք մեկը մյուսի հետ արդեն փոխանակում։ Եթե կարճ այսքանն էր։ Այսինքն ըստ էության, որպեսզի թվային աշխարհում աշխարհիկ մարդկանց համար հասկանալի լինի, մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Այսինքն ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլն, այդ համակարգը լիարժեք աշխատի, ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդպես, պարոն Գրիգորյան, մի բան էլ հավելեմ, որ նաեւ այդ շտեմարանները, ովքեր որ կառավարում են, ունենք մի մոտ 30 մոտավորապես շտեմարանների հետ այնց ամփոփ են, որոնք որ մեր համար կարևոր են, այդ շտեմարանների կառավարիչներ կան եւ իրենք պետք է այդտեղ նաեւ նկարագրեն, թե դա ինչի համար է, որպեսզի տվյալի փոխանակումը մարդիկ հասկանան, թե որտեղից պետք է դա վերցնեն։ Այսինքն, ինչ որ դուք նշեցիք, միանշանակ տեղի ունենալու համար պետք է նաեւ շտեմարանի նկարագրություն ունենա։ Մենք դա ենք ձևակերպում, այլ լեզվով ասած, ասում ենք ճակերտավոր լեզու եւ նկարագրությունը, այսինքն տեխնիկական պարամետրերը, թե տվյալների նկարագրություն, բովանդակային, թե այդտեղ ինչա զետեղված։ Հենց այսպես ասած, ճակերտավոր անձնագիրն ենք գրում, թե դա ինչի մասին է եւ ինչ լեզվով պետք է այդտեղ ամեն ինչը գրվի, որ կարողան իրար փոխանակվեն, այո։ Շատ լավ։ Պարոն Երիցյան, կավելացնեք ինչ որ բան։ Հիմնականում ասվեց, ուղղակի շտեմարանները բոլորը պիտի ունենան օրենքով սահմանված կանոնակարգ, որտեղ շատ հստակ սահմանվում է երբ է ստեղծվել, ինչ հաճախությամբ տվյալ է հավաքվում, ինչի համար է հավաքվում, ով կարող է դիմել այդ տվյալին, ոնց կարող է բաժանվել եւ այլն։ Կառավարչական համակարգը դա է ունենում։ Բայց դա այլ կերպ ասած նշանակում է, որ մենք ոչ միայն ստանդարտն ենք սահմանում տվյալների եւ տվյալների դասակարգման, այլ նաեւ հասանելիությունն ենք այս ակտով։ Այսինքն դա ապահովում է, որ
բաց API-ների միջոցով, եթե դասակարգաչի տվյալը գաղտնի կամ հույժ գաղտնի, այդ տվյալը պետք է այդ թվում մասնավոր հատվածը, եթե կենսական նշանակություն իր համար օրենքով սահմանված է, կարող է դիմել անվտանգության պահանջները բավարարելու դեպքում ունենալ հասանելիության տվյալը։ Այսինքն այսօր որպեսզի հասկանան որտեղ ինչ տվյալ կա, մեծի մասամբ պետք է դիմեն նախարարություն կամ հետաքրվեն կամ ինչ-որ մի բան, թղթի վրա տվյալ չի լինելու, Excel-ի շիթով ինչ-որ մեկի կոմպյուտերում տվյալ չի լինելու, բոլոր տվյալները պետք է շտեմարանում լինեն, կառավարչական համակարգում գրանցված, դրա հիման վրա կատալոգ է ձևավորվում եւ կատալոգում բոլոր տվյալները բաց ծրագրային միջերեսով API-ը հասանելի է լինենում, որ կարողանան ավտոմատ տվյալները ինտեգրեն իրենց ավտոմատ համակարգերում։ Մի բան էլ ավելացնեմ, օրենքը նաև տարածվում է հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների վրա։ Դա էլ պետք է ապահովել, այդ աշխատանքները տարվում են, դա կարևոր է, եւ մասնավոր հատվածը, եթե միանում է այս էկոհամակարգին, նույնպես պետք է ստանդարտներ ընդունի, այդ թվում կիբերանվտանգության պահանջները պետք է կարողանան բավարարել, որովհետեւ մի պահանջը ասեցինք, որ միայն մեկ անգամ մասնավոր հատվածի միանալու մոտիվացիան այն է, որ իր ծառայությունները լավանում է ավտոմատ, որովհետև ինքը օգտագործում է այդ մեկ անգամ տվյալի մուտքագրում սկզբունքը իր ծառայությունները մատուցելիս, հա։ Դա մեկ, եւ երկրորդը փոխանակվում է, չէ՞ մեր հետ։ Այո, փոխանակվում է դա մեկ, բայց նաեւ մենք օրենք ենք ընդունել այդ հանրային տեղեկությունների մասին օրենքը, որը տվյալը շտեմարանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, քան փաստաթուղթը։ Մեկ ծննդյան վկայականը այլևս պետք չի պահել, եթե իմ տվյալը բնակչության ռեգիստրում ֆիքսված է եւ API-ով հասանելի է։ Դա էլ է մասնավոր հատվածին խթանում, որ ինքը տվյալը վերցնի։ Եվ այդ ամբողջ համակարգի X-ROD-ը անցած անգամ որ քննարկեցինք, այդ հարցումը այսպես ասած տվյալների շտեմարանում ֆիքսում է այդ տվյալ պահին այդ հարցումը ինչի համար է արված, որը նույնն է ոնց որ փաստաթուղթ տպեն։ Սա է համակարգը ապահովում, որ մենք անցնենք փաստաթղթային համակարգից տեղեկատվական կամ թվային համակարգի։ Եվ եւս մի բան եմ ուզում կարևորել, բայց այդ մասը բարերության ներողություն եմ խնդրում, հիշեք ինչ եք ասելու, բայց մի բան ընդհատվենք հաշվի առնելով մեր ցավոտ պրակտիկաները։ Հիմա պարոն Դադունց, կարող ունենանք մի իրավիճակ, որ sense ջանքներ դնենք, կարգի բերենք այս տվյալների շտեմարանները, վերջում մի հատ դատավոր պարզի, որ չէ ճիշտը թուղթն է։ Ես դա հենց այդ ռիսկը իրավական անվտանգության մեր նախաձեռնության լավ կլինի, որ այս փուլից քննարկենք։ Որովհետև տեսեք, պարոն Երիցյանը մի շատ կարևոր բան է ասում, որը ապագան է այս ամեն ինչի, որ քաղաքացու վերաբերյալ տվյալը էլեկտրոնային ըստ էության քաղվածքը ինչ որ համակարգի վավեր իրավական բարձրագույն իրավական ուժ ունեցող կոնտենտա, չեմ ուզում ասեմ փաստաթուղթա, որ էլի չնույնականացնենք թղթի հետ։ Հիմա սա փորձաքննություն արվել է կամ խնդրեմ մի անգամ էլ անենք, որպեսզի հետո սյուրպրիզներ չունենանք։ Նորից քննարկենք բան փոխվարչապետ, բայց օրենքի ձևակերպում եթե հստակ լինի, որ դա ունի բավարար իրավական ուժ եւ հիմա էլ դատավարությունների թվայնացմանը զուգահեռ, հիմա դատաներում նման խնդիր ըստ էության չի էլ արձանագրվել, այսինքն եթե դատավարական օրենսգրքերում ենք ունեն կարգավորումներ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայցադիումը եւ փաստաթղթերը դրանք վավեր են, փաստաթուղթ նկատում էլեկտրոնային ստորագրությամբ կամ էլեկտրոնային տվյալները, այդ ձևակերպման հիման վրա հիմա աշխատում է համակարգը, այսինքն մենք ինչ որ ռեալ խնդիրներ այստեղ չենք հայտնաբերել, բայց Պարոն Դադունց, ասեմ մտավախությունս գալիս է էլեկտրոնային ծանուցումներից, որ միասնական պրակտիկա չեմ զգում մինչև օրս։ Չնայած որ կարծում եմ, որ օրենսդրությունը բավարար հստակ ասում է, որ էլեկտրոնային ծանուցումը պատշաճ ծանուցում է, բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, որ տենց ինչ որ միանշանակ չին կալումները։ Ուզում եմ ասեմ, որ այս փուլից սկսած մենք պիտի այնպես անենք, որ բոլորի մեջ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի, որ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում մենք երբեք չենք ունենա թվայնացում, ինչը նշանակում է երբեք չենք ունենա քաղաքակիրթ
ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը որ անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների կամ փոփոխությունների օրենսդրական, իմ խնդրանքն է, որ զուգահեռ անենք, որպեսզի երաշխավորված լինի, որ սա այսպես է։ Ոչ թե մենք ենթադրենք, որ այդպես է գրված օրենքում, այլ ուղղակի երաշխավորենք։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ եւ նաեւ կխնդրեմ մեր գործընկերներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում, վարչարության ընթացքում, եթե հանդիպել են այնպիսի դատական պրակտիկայի, որը իրենց կարծիքով խոչընդոտում է այդ կարգավորումների իրացմանը, մենք աշխատենք դիմեն մեզ եւ մենք հստակեցումներ անենք համապատասխան օրենքներում։ Շատ լավ, պարոն Դադուն, շնորհակալություն։ Համեցեք, պարոն Թովսյան։ Պարոն Գրիգորյան, ձեր հարցը բարձրացրած շատ կարևոր է, ինձ գեր կարևոր է, որտեղ մենք բոլորս հիմա գնում ենք դրան, մեր բոլոր համակարգերը նաև օրինակ հասանել ենք դարձնում նույն օգտագործողին, հա, օգտագործողը ինքը կարող է իր տվյալները տեսնել եւ անհրաժեշտության դեպքում տպել կամ արտահանել որևէ ֆորմատում եւ ներկայացնել որևէ տեղ, հա, եւ առնչվում ենք հետեւյալ իրավիճակներին, գրեթե մեծամասնությամբ, իդեպ ոչ միայն պետական կառույցներում, այդ թվում մասնավոր հիմնարկներում, որ ասում են մինչև վրան կնիկ չլինի մեկն է ստորագրած չլինի, թուղթը չենք ընդունում, դա դու կարող ես օրինակ Photoshop-ով սարքել, հա, ընդհանուր մինչև բանկային քաղաքացիներն են անպայման կնքած ստորագրած ուզում, որ հիմք ընդունեն իրանց այդ բալանսի համար եւ իրոք ճիշտ եք ասում, եթե այս եւ կտրուկ է պետք սրան վերջ տալ, եթե օրենքա պետք ընդունել, օրենքա պետք ընդունել, եթե ինչ որ այլ իրավական ակտեր է պետք ընդունել, այլ իրավական ակտեր եւ չպետքա լինի հայեցողական մոտեցում, որտեղ նաեւ կան դատավորներ, որ կընդունեն, կան դատավորներ, որ չեն ընդունի։ Իմ տպավորությամբ մենք նաեւ դրան ենք առնչվում ու մենք անդադար կառնչվենք հետեւյալի հետ, թվային տվյալը կա մաքուրա, մենք իրար մեջ օգտագործում ենք, որտեվ նաև պարտավոր ենք օգտագործել, այդ թվում այսօր որ ընդունվող որոշումներով, բայց դրսում դա վալիդ չի, դա վալիդ փաստաթուղթ չի, միգուցե վալիդացիոն ինչ որ կոդեր է պետք, որը կարողանա այդ հիմնարկը ստուգի այդ վալիդիտին, այդ փաստաթղթի ինչ որ բարկոդով, ոնց որ օրինակ մենք այս կարող ենք ստուգել այս ապրանքների QR կոդերը, բայց սա շատ կտրուկ է պետք լուծել, որտեվ մենք արդեն 10 տարուց ավել, նույնիսկ 20 տարի շատ թվային տվյալներ ունենք, բայց մինչ օրս առնչվում ենք, օրինակ չգիտեմ, հիմա մի հատ կոպիտ օրինակ բերեմ, ID քարտի Xerox, ասենք աբսուրդ է, էլի, 2026 թվին ID քարտի Xerox տալ ինչ որ մեկին, ու մնացածը ինչ որ ասացիք, շնորհակալություն։ Համաձայն եմ, պարոն Թովսյան, ես իրոք ինչի եմ չասեմ ահազանգում, բայց ինչի եմ սրան տալիս մեծ նշանակություն, որովհետև եթե մենք այդ հարցը միանշանակ չլուծենք, մենք կունենանք հավելյալ դիսկոմֆորտ, այսինքն թվայինացումը կդառնա դիսկոմֆորտ քաղաքացիների համար, որովհետև իրանք ստիպված են ապացուցելու, որ թվային տվյալը վավեր տվյալ է ինչ որ Xerox-ների, պրինտերների եւ այլնի միջոցով, ինչը լրիվ անիմաստ է դարձնելու մեր այս բարեփոխումը, այդ իմաստով խնդրում եմ շատ ուշադիր լինել, էլի։ Համեցեք բանը։ Քանի որ պարոն Թորոսյանը սկսեց Պարոն Թորոսյանը դեռ ապոստիլը չի ասել։ Մի բան էլ ես ասեմ, ուրեմն դե ինչպես բոլորս գիտենք, մենք դնում ենք թվային ստորագրություններ նամակների վրա եւ մեզնից շատերը կամ բոլորը տալիս են լիազորագրեր մեր աշխատակիցներին դատարաններում ներկայացնելու համար։ Եվ ինչպես գիտենք, թվային ստորագրության մեջ կարևորը այն սերտիֆիկատն է, որը կցվում է այդ ֆայլին։ Եվ երբեմն այսինքն երբ որ մենք ստորագրում ենք, տեսանելի նաև գրված է, չէ, որ հաստատված է եւ այլն, բայց կարելի է նաև ստորագրել եւ որ ոչ մի տարբերություն չկա առանց այդ բանի։ Այսինքն թղթի վրա ոչ մի բան չի երևում, իր հետ ուղակի ֆայլին կցվում է այդ սերտիֆիկատը։ Հիմա երբ որ մենք անտեսանելի ստորագրությամբ ենք տալիս լիազորագիր, դատարանները դա չեն ընդունում։ Իրանք ուզում են այդ նկարը, որ վրան երևա, որ գրած է, որ հաստատված է եւ այլն, էլի, այս խնդրի հետ ենք առնչվում եւ կարծում դա կապ ունի նաեւ այդ մյուս բանի հետ, էլի, որովհետեւ եթե մենք էլեկտրոնային ստորագրություն ենք դնում, էլեկտրոնային ստորագրությունը նշանակում է էլեկտրոնային սերտիֆիկատ։ Այս մի խնդրն էլ կա, որը կխնդրեի ուշադրություն դարձնել։ Համեցեք, պարոն Դադոնց։
Շնորհակալություն։ Ես բան փոխվարչապետ իզուր չնշեցի դատաների թվայնացմանը զուգահեռ սա անելու հարցը, որովհետև օրինակ էլեկտրոնային եղանակով հացադիում ներկայացնելու դեպքում կամ դատավարական փաստաթուղթ հիմա գիտենք, որ քաղաքացիական վարչական գործերի դեպքում պետական մարմինների համար պարտադիր է այդ համակարգից օգտվելը։ Երբ որ տվյալ լիազորագիրը կամ հացադիմումը մուտքի արվում այդ համակարգ, ինքը համակարգն է ճանաչում վավեր, ճանաչում է էլեկտրոնային ստորագրությունը որպես վավեր եւ դիտում է որպես վավեր փաստաթուղթ։ Այլ հարց է, երբ որ այդ փաստաթուղթը տպվում է եւ դրա վրա ոչինչ չի երևում, ոչ մի ստորագրություն չի երևում, այդտեղ կարող է խնդիր առաջանալ։ Հիմա մենք այդտեղ միգուցե ինչ որ լուծում պետք է մտածենք, որ QR-ի կամ այլ ձևերով հաստատի, որ դա ստորագրված է։ Դա է ուզում խնդրեի, դուք զուգահեռ այս process-ում պերմանենտ պիտի մասնակցություն ունենաք։ Պատկերացրեք քրեական, քաղաքացիական, լավ քաղաքացիական է կարող է մի քիչ ավելի հեշտ լինի, վարչական դատավարությունները ընթացքը ամբողջությամբ։ Մենք պիտի գանք մի իրավիճակի, որ առաջի կետից միջև դատական ակտը ապացույցների ողջ համակարգը լինի էլեկտրոնային։ Մենակ այդ դեպքում մենք կունենանք էֆեկտիվ process-ներ։ Հիմա այդ ճանապարհին ես վախում եմ, որ պարբերաբար, եթե մենք լավ չլուսաբանենք ու չաշխատենք ուսուցումներ չանենք, ինքը կլինի պարբերաբար երկու ստանդարտ, ինչի մասին ասում էր պարոն Թորոսյանը։ Եթե եղավ երկու ստանդարտ, մեր process-ները ոչ թե կլավանան, այլ ավելի կվատանան, ինչը որ անթույլատրելի է։ Այսինքն պատկերացրեք այդ դատավարությունների կամ դատաքննությունների կամ որևէ պետական կամ պետության կողմից իրականացվող process-ի ընթացքում, եթե շղթայում ինչ որ պահի պետական այր ասեց, որ չէ, հավատ չի ներշնչում, տեղեկանք բեր թղթային, դա կլինի ուղղակի հակառակ էֆեկտ, որը մենք մեզ չենք կարող թույլ տալ։ Խնդրեմ։ Պարոն փոխվարչապետ, ուզում եի նշել, որ մենք քաղաքացիական եւ վարչական դատավարություններում պարտադիր ենք դարձրել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, ԱՁ-ների, նոտարների իրավաբանական անձանց մասնակցություն դատավարությանը, ոչ թե նիստերին, այլ դատանի հետ շփում եւ դատավարական նյութերի ուղարկում միայն էլեկտրոնային եղանակով, այսինքն այս պահին օրենքով բացառություն են կազմում միայն ֆիզիկական անձինք, բայց ապագայում կարծում եմ մենք պետք է նաեւ այդ քայլին էլ գնանք եւ բոլոր դատավարության մասնակիցների համար պարտադիր դարձնենք դատարանի հետ էլեկտրոնային շփումը, որը կարծում եմ ձեր նշած խնդիրը կլուծի, այսինքն այլևս եթե թուղթ մուտք չարվի դատարան, այլ համակարգի միջոցով դա իրականացվի, ձեր նշած խնդիրն էլ աստիճանաբար կվերանա։ Շատ լավ, համեցեք բան։ Անի ոչ պարոն Գրիգորյան կներեք, բայց քանի որ պարոն Դադուսը շատ նշեց այդ էլեկտրոնային դատավարությունը, պարոն Դադուս, ես եթե չեմ սխալվում, դրանք նույն թղթերն են, պարզապես սկանարած ու կցած այդ համակարգին, այդտեղ էլեկտրոնային եւ թվային տվյալների մասին խոսալը ինձ թվում է մի քիչ ճոխ է։ Եթե մենք պարզապես սկանարած ֆայլերը կցում ենք, որ պարզապես անձամբ չգանք եւ փոստին չծանրաբեռնենք դատարան դիմելու, նույնն էլ իրանք են անում, իրանց որոշումները գրավոր ստորագրում են, դատավորը վերջում ստորագրում կցում է, այդ չեղավ թվային կամ եղավ շատ փոքր մասով թվային, որովհետև թվայինը ուրիշ բանի մասին է ընդհանրապես։ Միանշանակ, հենց այդ սկանն էլ, հենց վտանգը, իմ անհանգստությունը հենց սկանն է, որովհետև եթե թվային տվյալի փոխարեն մենք ընկալեցինք, որ թվային փաստաթուղթը դա սկանն է, նշանակում է իմ ասած խնդրեմը անվերջ շղթայի մեջ լինելու է, որովհետև սկանի պարագայով դատավորը, քննիչը, կադաստրի աշխատողը հարգարժան ինքը ասելու է չէ, ես անհանգիստ եմ, բերեք սրա վերիֆիկացիան եւ ինչ որտեղ ինքը ճիշտ կլինի, բայց եթե ինքը ստանում է կոդով փաստաթուղթ տվյալ, այդտեղ ինքը ճիշտն ասած պիտի դա վերցնի որպես դոգմատիկ ճշմարտություն տեղեկատվության իմաստով եւ ես կարծում եմ, որ իրոք շատ արդյունավետ կլինի, էլի, բայց միևնույն ժամանակ շատ լավ հասկանում ենք բոլորս, որ եթե մենք այդ ամբիցիան ենք դնում, նշանակում է կիբերանվտանգության ամբիցիաները մեր, այսինքն մենք էլ իրավունք չունենք կիբերանվտանգությանը որպես սիմվոլիզմի վերաբերվել կամ որպես մոդայիկ տերմինի։ Դա արդեն շատ լուրջ է, որովհետև դրանով իսկ մենք ինքներս երաշխավորում ենք, որ այդ տվյալը վերջնական է եւ ճիշտ։ Եվ եթե հետո պարզվի, որ դա հնարավոր է շատ արագ հեռախոսով փոփոխել, դա էլ մի ուրիշ խնդրեմ։
կառաջացնի, ըստ այդմ ես կարծում եմ պարոն Երիցյանը իր կառույցով զուգահեռ կտանի կիբերանվտանգության, այսինքն տվյալի երաշխավորված եւ ճիշտ լինելու խնդիրը, արդարադատության համակարգն էլ զուգահեռ կտանի դրա ձևի իմաստով դոգմատիկ լինելու խնդիրը եւ մենք կունենանք շատ լավ արդյունքներ ու շատ բան կփոխվի ու շատ ավելի արդյունավետ կլինի եւ պետությունը եւ պետական ծառայությունները եւ շատ ավելի կոմֆորտ կունենան մեր քաղաքացիները մեր հետ հարաբերվելիս։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն պարոն Քրանես քննարկման համար, իրականում հենց պարոն Թորոսյանը նաև իր մտքերը արտահայտեց, ես էլ ուզում եմ բան ասի, որ մենք էլեկտրոնային կառավարում ու էլեկտրոնային թղթերից դեպի թվային անցնել հենց դա ամենակարևոր կետն է սրա, որտեղ եթե էլեկտրոնային ենք պատկերացնում, այդ ձեր ասած սկան ID քարտն է, Xerox-ն է, այդ ամեն ինչը էլեկտրոնային տեսքով կարելի անել։ Մենք այդտեղ հենց այդ մոտեցումն ենք ուզում ստրես այսպես ասած անենք, որ եթե XML ձևաչափով է, որը որ էս որոշման մեջ է դրված, այնց այդ թվային տվյալն է հիմքը հենց փաստաթուղթը։ Այդ դրանով է, որ ինչ որ իմ խոսքի սկզբում նշեցի, տվյալը մեկ անգամ հնարավոր կլինի օգտվել։ Այսինքն հենց մեկ անգամ պետք է լինի, որ դա է որ ֆիքսված է։ Մենք ՆԳՆ-ում արդեն այդ պրակտիկան կիրառում ենք։ Մենք վարորդական իրավունք եւ տեղ անձնագրի կարիք չունենք մեքենա վարելիս, այսինքն ինքը քանի որ համակարգը աշխատում է ճիշտ, մենք նույնիսկ կրիչի կարիք չունենք, որը սկանանենք տանք ինչ որ մեկին։ Եվ ոնց որ թե ոչ մի խնդրեմ չի առաջացել։ Ուղղակի պիտի հետևողական լինենք, որ ամեն մեկս մեր տեղում, որ զգանք, որ մեր տեսադաշտում այդ process-ը աշխատում է ճշգրիտ։ Եթե մենք վարորդական իրավունքների եւ տեղ անձնագրերի խնդիրը այս ձևով լուծված չլիներ, ես ավելի լարված կլինեի, բայց կարծում եմ հարցը շատ հեշտ լուծում ունի ու իդեալական աշխարհ։ Եթե կարելի է մի բան էլ ուղղակի հավելեմ, որ վերաբերում է բանկային պլաստիկ քարտերին։ Միանշանակ Երևի մենակ ես եմ մնացել, որ դեռևս պլաստիկ քարտն եմ օգտագործում։ Չէ, ես էլ մի հատ ունեմ։ Բայց տենց է։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել նաև տեղեկատվական համակարգիչ շտեմարանների կառավարիչներին, որ ժամկետ ունենք օրենքով, այդ 1 տարին է, որ պետք է շտեմարանները աշխատանք տանել ու խնդրեի, որ նաև սերտ աշխատենք նաև կարգավորման հանձնաժողովի հետ, որ պարոն Երիցյանն է ղեկավարում, որ այս ամեն ինչը լինի պատրաստ ու ժամկետին հնարավոր լինի շահագործել։ Շնորհակալություն, առաջարկում եմ հաստատենք։ Մի րոպե, բայց էլի մտքեր կա, այս թեման շատ կարևոր ու հետաքրքիր թեմա է եւ ես դեմ չեմ, որովհետեւ այս քննարկումը նաեւ լուսաբանում է, ինչը որ նույնպես շատ կարևոր է։ Համեցեք, պարոն Նացականյան։ Շնորհակալություն։ Պարոն Գրիգորյան, դուք լուծումը հնչեցրեցիք դատարանների մասով։ Խնդրի էությունը քննարկումից ակնհայտ երևաց։ Խնդրի էությունը թե օգտատերը ով է, քաղաքացին, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը։ Պարոն Երիցյանը տանում է ամբողջ այս համակարգը դեպի ինտեգրված վարչական ռեգիստրների համակարգի ձևավորմանը, որտեղ պետական մարմինները, այդ թվում նաեւ դատարանները, միևնույն նույնականացման ծածկագրով, այդ համակարգը այդպես է ձևավորվում, միևնույն սահմանումներով եւ դասակարգումներով վարչական ռեգիստրների ինտեգրված համակարգն է, ինչ որ սկանդինավյան երկրներում գոյություն ունի։ Եվ ծածկագիրը հավաքելով այդ անձի կամ կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի, այսինքն կլինի ֆիզիկական թե իրավաբանական անձ, ամբողջ տեղեկությունը կհավաքագրի։ Դա կհավաքագրի եւ բնակչության պետական ռեգիստրից, դրա կապով հասցեների ռեգիստրից, բիզնես ռեգիստրից, մնացած։ Դրա համար էլ սկանդինավյան երկրներում մարդը չի շփվում պետական մարմինների հետ, այդ թվում դատարանը։ Ամբողջ տեղեկատվությունը այդ նույնականացման անկրկնելի նույնականացման ծածկագրով անմիջապես ստանում է։ Այլ հարց է ձեր մյուս բարձրացած հարցը, թե վստահելի է տվյալը, թե ոչ։ Դրա հիմքն էլ վարչական օրենսդրությունն է։ Վարչական լիազորություն իրականացնելիս պետական մարմինը գրանցում է ծնունդ։ Ինչն է սխալ։ Ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, ձեռնարկատիրական իրավունք, աշխատանքի իրավունք, կենսաթոշակի, չգիտեմ, այլ իրավունքներ, պարտականություններ, պատժամիջոցներ, ամեն ինչը կուտակված է մեկ տեղում։ Դրա համար սկանդինավյան երկրներում, երբ որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը ամենաբարձրն է, հենց դրա հետևանքն է, որովհետև մարդիկ չեն շփվում։ Ձեր ասածն է, այն ինչ որ դուք ասեցիք։ Եվ իմ կարծիքով ես ողջունում եմ շատ լավ ընթացք կա հիմա պարոն
Երիցյանի կողմից եւ տեսնում եմ, որ գալու է մեր մոտ ձևավորվի այն ինտեգրված ռեգիստրների համակարգը, որը 2018 թվականին Դանիայի վիճակագրության ղեկավարը ներկայացրեց մեր վարչապետին եւ կառավարության անդամներին եւ շնորհակալություն առաջընթացի համար։ Շնորհակալություն, հա դա ինչ խոսք հիմա մեր նպատակներից ֆունդամենտալ նախ եւ առաջ կոռուպցիայի դեմ պայքարն է, որովհետեւ այս ի վերջո այս թվայինացման եւ տվյալների ճիշտ օգտագործման եւ ճիշտ շրջանառության առանց դրա ուղղակի հնարավոր չի արդյունավետ պայքար ենթադրել կոռուպցիայի դեմ։ Բայց նաև իհարկե ես այնուամենայնիվ ուզում եմ, որ մենք նաև հասկանանք, որ քաղաքացիների կոմֆորտն էլ է շատ կարևոր հարց, որը պիտի ապահովենք, այդ իմաստով պիտի տվյալները ու դրանց շրջանառությունը այնուամենայնիվ մարդկանց համար էլ հասկանալի լինի, հակառակ դեպքում մենք էլ ինչ որ կունենանք մի համակարգ, որը ինչ որ 5 հոգի կհասկանան ինչ տրամաբանությամբ է աշխատում եւ դրանով կավարտվի։ Բայց դա ուզում եմ ասեմ, ստեղ մասսայական իրազեկում եւ նաեւ չեմ վախենա ասել ուսուցման կամ կրթության բաղադրիչել է պետք ապահովել բանվերության, համեցեք, ամփոփեք, բայց քանի բոլորս հասկացել ենք ինչի մասին է խոսքը, խնդրում եմ չխառնեք, բայց մի քանի անդրադարձ ու շեշտադրումներ անեմ, էլի, առաջինը այս որոշումները, որ մենք կայացնում ենք, համար առաջին նպատակը նա է, որ դիզայնով ինքը լինի կիբերանվտանգ։ Այսինքն հակառակ դեպքում մենք հիմա համակարգերը կառուցում ենք, հետո կամ ծախս չենք անում կիբերի վրա եւ այլն։ Իրա դիզայնով պիտի կիբերանվտանգ լինի, որ մատչելի լինի կիբերանվտանգություն ապահովելը։ Այս մեր որոշումները սկզբունքներ կա մեջը եւ ստորագրությունն ու վստահության ինքը կոչվում է վստահության ենթակառուցվածք եւ դրա ամենակարևոր բաղադրիչը անվտանգությունն է եւ հետագծելիությունը, այդ թվում քաղաքացու կողմից իր տվյալների ծայրից ծայր ծնվելուց մինչև մահ եւ դրանից հետո հարազատների կողմից իր տվյալների հետագծելիությունն ենք ապահովում, որը ինքը կարող է չանի ամեն օր, բայց աշխարհի փորձը ցույց է տալի, որ պրոֆեսիոնալ աշխարհը այդ տվյալները եթե բացում ենք, իրենց դեպքով անելով մնացածից օգնում են, որ վստահություն ձևավորվի տվյալների նկատմամբ էլ թուղթ ման չտանք այդպես, որովհետև թղթը նաև քաղաքացին է խթանում թղթի օգտագործումը, չվստահելով էլեկտրոնային համակարգերին։ Հիմա այստեղ ինչ վերաբերում է դատական այդ գործընթացին, լավագույն փորձը մենք պարոն Դադունցի հետ խոսել ենք, երևի կանենք սա, մի քանի նախադեպեր են ստեղծվում եւ մինչեւ վերջի Ացյանի դատարան տանում են, որով որ արդեն նախադեպը հաստատում են, որ ինչա այդ գործընթացը եւ միշտ դրա վրա հղում անելով ինստիտուցիոնալ տրանսֆորմացիան տեղի ունենում։ Այդ փոփոխությունը այդպես են կառավարել, ովքեր որ հաջողել են։ Մյուս հարցադրումը, որ ուզում եմ կարևոր շեշտադրում անել այստեղ, ինչու տվյալը շտեմարանում դառնում է վերջնական ճշմարիտ իրավական ուժ ունեցող, որտեղ ցանկացած տվյալի այս էկոհամակարգը, որ ստեղծում ենք, հարցում տվյալի օգտագործում երրորդ կողմից ոնց որ ստորագրվում եւ ժամանակային դրոշմակնիկ է դրվում, այսինքն որ այդ տվյալը այդ պահին Այերցյան դրոշմակնիկ բառը մի օգտագործեք էլի, իրանք կվերցնեն հեսա ու կասեն դրա վրա պիտի կնիկ լներ, ուրա։ Չէ, էլեկտրոնային վերիֆիկացիա էլի ֆիքսվում է երրորդ կողմից վալիդացիա, ձեր լեզվով ասեք։ Երրորդ կողմից հավաստվում է, երրորդ կողմից հավաստվում է էլեկտրոնային եղանակով եւ դա ջնջելի չի։ Կողմերը չեն կարող այդ տվյալը փոխել առանց իմ իմանալու։ Այդ օրը այդ տվյալը այդ տեսքն ունեցել այդ շտեմարանում ինքը որևիցե ձևով փոփոխության ենթակա չի, այդտեղ 3 կողմ են մասնակցում, որից մեկի չմասնակցելը թույլ չի տալիս այդ տվյալը որևիցե ձևով փոփոխել։ Հաջորդ շեշտադրումը մեր նոր հիմա ստորագրության համակարգերը նաև քարտերի ներդրմամբ նույնականացման կլինի, այնտեղ ստորագրությունը այլ սերտիֆիկատ այլ կերպ լինելու, ոչ նկար, ոչ բան, մի ամբողջական էջի վրա սերտիֆիկատը ամբողջությամբ հետը գալու է էլեկտրոնային փաստաթղթի, որտեղ բոլոր կարևոր փաստաթղթերը այդ edge բառն էլի բարձաբանեք, որովհետև ասում եք մի edge-ի վրա էլի թուղթ են պահանջելու։ Էլեկտրոնային ֆայլ է,
ֆայլը երբ որ ստորագրում եք, եթե փաստաթուղթ, ես այլ ֆայլը ուղղակի ինքը ստեղծում է այդ պատկերը, որը սերտիֆիկատը ձեր համար ստեղծում է եւ դրան զուգահեռ ստեղծում է այդ սերտիֆիկատը վալիդացնելու ծառայություն։ Այսինքն ցանկացած աշխարհի կետից կարող եք այդ էլեկտրոնային փաստաթուղթը կամ տվյալը սերտիֆիկատը վալիդացնել, արդյոք թողարկվել է լիցենզիա ունեցող այդ վստահության ծառայության կողմից։ Եվ մի բան անեմ, հեսա կենտրոնում քաղաքացին է, այսինքն քաղաքացին այս տվյալները պետք է հասանելի լինի եւ բոլոր տվյալները եկող տարվա հունվարի 1-ի դրությամբ, եթե ռեգիստրներում չլինեն եւ հասանելի չլինեն այս ենթակառուցվածքի միջոցով, իրենք չեն համարվում իրավական ուժ ունեցող տվյալներ եւ դրանով հանրային ծառայություններ հնարավոր չի լինի մատուցել։ Հասկանալի է, շատ լավ։ Իսկ ուսուցում հիմա մենք կարող ենք համարել, որ երկու հարցն էլ քննարկեցինք։ Այո, պարոն Գրիգորյան։ Շատ լավ։ Ուսուցումը ո՞նց է կազմակերպում։ Կարծում եմ, որ ուսուցման վերաբերյալ արդեն շարունակական 3 էլ օրինակ կենտրոնական բանկում հանձնաժողովը հավաքել էր մեր գործընկերին հրավիրել էր, ներկայացրել էր թե ինչպես են այս ամեն ինչը աշխատում, ովքեր որ շտեմարաններ են կառավարում, սա պետք է շարունակել ու ավելի տարածել ու մինչև հունվարի 1-ը որպեսզի ժամանակին բոլորը պատրաստ լինեն, ասենց ամիսը 1 այս հանդիպումները պետք է անել ու շարունակել։ Պարոն Մեսրոպյանին ներգրավել ենք, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող իրանք մասիվ տվյալների մասիվ ունեն, իրանք պիտի մասնակից լինեն այս process-ում։ Պարոն Գրիգորյան, բոլոր պետական համակարգերը, ովքեր որ շտեմարանները ներգրաված են, մենք բոլորի հետ լրացուցիչ կաշխատենք։ Ես որքան որ հիշում եմ, հանրային ծառայություն մատուցողները համարվում են սրա իմպերատիվ մասնակից։ Միանշանակ, ես պետականը նշեցի, որ ինտենսիվությունը պարոն Մեսրոպյանին էլ ներգրավեք, որովհետև ես ենթադրում եմ, որ մեր կարգավորումներում պիտի սա ադապտացվի։ Այսինքն այն կարգավորումներում, որոնք վերաբերելի են հանրային ծառայություններ մատուցողներին։ Եթե բարձր օրենքի մակարդակով կա, բայց լավ կլինի, որ հանձնաժողովն էլ սկսի արդեն իր մասով իմպլեմենտացնել այս սկզբունքները։ Ու նաև քրիտիկական ենթակառուցվածքները, ովքեր որ հանրային ծառայություն են տալի, դա էլ մի այլ շերտ է։ Այլի կրկին պարոն Մեսրոպյանի կարգավորման տակ գտնվող ընկերություններին է վերաբերվում, միանշանակ թե օրենքի քննարկման, թե հանրային քննարկումների, թե բոլոր փուլերում ներգրաված են եղել, մենք լրացուցիչ իրանց բնականաբար աշխատանքներ պետք է տանենք, շնորհակալություն նաև դա լրացուցիչ լուսաբանելու եւ նշելու համար։ Պարոն Մեսրոպյան, դուք էլ մասնակցեք այս process-ներին, խնդրում։ Մասնակցում ենք, պարոն Գրիգորյան։ Այո։ Շատ լավ։ Լավ, ավարտեցինք, դե սկսենք, ես առաջարկում եմ հաստատել, ընդունել որոշումը, հաստատել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, ակնկալում եմ, որ այդ թվում արդարադատության նախարարության հետ ամենօրյա մոնիտորինգի տակ պիտի պահենք ընթացքը։ Շատ շնորհակալություն։ Հաջորդ հարցը, հարց համար 26, համեցեք պարոն Պապյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, հնարավորության վերաբերյալ։ Եվ 2025 թվականներ եւ 2026 թվականին ըստ էության Եվրոպական սննդի անվտանգության այդ համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր է եւ ինչպիսի պահանջներ են պետք եւ այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Առաջին փուլում պարզեցինք, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացը անխոչնդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր սննդամթերքի անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքներում սահմանվեր համապատասխան լիազորող նորմեր կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի եւ պահանջների հաստատման նպատակով։ Օրենքները ազգային ժողովի կողմից ընդունվել են եւ արդեն ուժի մեջ են մտել, որից հետո էլ անմիջապես անցել ենք կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը։
եւ որոշումներից մեկը սա է, որի մասին մենք հիմա ներկայացնում ենք, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձգան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին եւ մեկ այլ որոշում էլ դա էլի ԵՄ առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացնող պահանջների մասին։ Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ իհարկե միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ Այսինքն մենք վերցրել ենք այն ընթացակարգ, ինչը ԵՄ-ում կա եւ ամբողջապես տեղակայել ենք հայկական իրականության մեջ եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Այսինքն այն ստանդարտները, որոնք որ բարձր դրված են, որոնք համապատասխանում են Եվրոպական միության պահանջներին, այս պայն արդեն 5 երկիր այդ ամեն ինչը 5 կազմակերպություն դրել է, խոսքը վերաբերում է այնտեղ ուրեմն հասып համակարգի եւ մնացած այլ հարցերին, եւ նույն կերերին, օրինակ կերերը ամբողջությամբ Եվրոպական միության երկրներից են ներմուծում, այդ բոլոր այդ բարձր պահանջներին համապատասխանում են եւ այլն, եւ հատավաբար այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին արդեն սկսել ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ, նվազեցնելով իհարկե կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը ԵՄ ստանդարտների ներդրումը իհարկե նաեւ կխթանի տեղական արտադրության արդիականացում եւ ուրեմն կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում, եթե կարիք կլինի, ես իհարկե նաև կներկայացնեմ, թե ինչ պետք է ուրեմն անենք, ես իհարկե նախորդ հարցի հետ որոշակիորեն կապ ունի, ես նախորդ հարցի հետ կապված նշեմ, որ այս պահին մեր մոտ համակարգը այսպես է, այս փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գնալու են ՍԱՏՄ բիզնեսից, որից հետո ընթացակարգեր կա 3 օրվա ընթացքում, հետո 15 օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն ստուգումներ համապատասխան կիրականացնի, որից հետո այդ փաստաթղթերը երբ որ արդեն կուղարկվի եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ։ Ոչ մի բան, մի հատ կոդ է էլեկտրոնային ստանալու, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա եւ այդ կոդը բավարար է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի ստուգումների արդյունքում կամ որոշ խնդիրների ի հայտ, այսինքն քանի դեռ ինքը չի զրկվել այդ կոդից, ինքը այդ կոդով մենակ այդ կոդով, որը մուտք է անելու այդ համակարգ եւ ցանկացած երկրում Եվրոպական միության եւ Երևանից այդ կոդը մուտք են անելու, տեսնելու են այդ կազմակերպության բոլոր տվյալները եւ ինքը կարողանալու է արտահանում իրականացնել, այս արդեն իրական թվայնացումն է, եւ իհարկե մենք էլ փորձենք այս առաջի մասում էլ նույն տրամաբանությամբ, երբ որ այդ տվյալները կարողանանք արդեն հավաքագրենք, ինչ որ տարբեր տեսակի թղթեր է այստեղ պահանջվում, արդեն նույն տրամաբանությամբ ընդամենը մեկ էլեկտրոնային դիմում ենթադրում ենք օգտագործի եւ ամբողջը կիրականացվի։ Թերևս սա է մյուս որոշումը, որը արդեն էլի կոնկրետ սրան չի վերաբերվում, բայց մեր ցանկում կար, արդեն վերաբերվում է նորից էլի մնացած, այսինքն պահանջների, թե ինչ պահանջներին պետքա ներկայացնի, պահանջ ասելով նկատի ունենք ջրին ներկայացվող պահանջին, կերին ներկայացվող պահանջին, պահպանման պայմաններին ներկայացվող պահանջներ, աշխատակիցներ, ընդհանուր մինչև աշխատակիցների արտահագուստ, հիգիենա, բոլոր ներկայացվող ուրեմն պահանջներին է վերաբերվում, թերևս այսքան է, թե այլ հարցեր լինի կներկայացնեմ։ Պարոն Պապյան, շատ լավ է, տեսեք, բայց հիմա
շարունակելով թվայինացման տեսանկյունից այս թեման, չէ։ Հիմա մենք փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք ու ստացանք կոդ։ Բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել։ Դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը։ Իրենք չեն ուզում, որովհետեւ այդ կոդը նաեւ ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք կանում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք խնդիրը չենք լուծելու, որովհետեւ ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովոր էին մի ուղու, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում, ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրեմը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկել է, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը։ Ես կարծում եմ պիտի շատ արագ ու զուգահեռ շատ արագ այդ խնդիրը լուծել, որովհետև ձեր ասած կոդը ունի հաջորդ ցիկլը, որ այդ կոդը պիտի անցնի սահմանը, ոչ թե փաստաթղթով, այլ նաև փաստացի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, իհարկե այդ հարցը ընդհանրում եմ բեք գործընկերները, տկեն գործընկերների կօգնեն, որպեսզի դա առաջ գնա։ Դա արտահանում է ինքը ֆիսկալ խնդիր չունի, մեծ հաշվով։ Բայց ես դրան կգայի, ինքը տեսավ, ինքը իր խնդիրը լուծեց։ Ես կարծում եմ սա նախ եւ առաջ էկոնոմիկայի նախարարության խնդիրն է, ինչու, որովհետեւ արտաքին առևտրի պարագայում այս գործիքները չունենալ նշանակում է արտաքին առևտրի պոտենցիալը երբեք չբացահայտել, որովհետեւ աշխարհը զարգացած աշխարհը սովորա դրան, այդ մեխանիզմներին, եւ մեր մոտարկումները տեղի չի ունենում, եթե մենք թվայինացված գործիքներով մոտ չգանք, որովհետեւ մեր որոշումները թղթի վրա, մեր իրավական ակտերի մոտարկումը ամենահեշտ բանն է։ Հիմա որ AI-ին խնդրենք 5 րոպեում կանի, նույնիսկ մեր անունից, բայց ինքը չի աշխատում իմպլեմենտացման փուլում, որովհետեւ ինքը թվային ենթակառուցվածք է պահանջում, որը մենք չենք ստեղծում, պիտի արագ ստեղծենք։ Եվ ստեղ մենք էկոնոմիկայի նախարարություն որպես մենք ամենաշահագրգռվածը պիտի լինենք, որովհետև արտահանումից հետո ՊԵԿ-ը մեծ հաշվով էլ ֆիսկալ հետաքրքրություն չունի։ Շնորհակալ եմ, ես ուզում եի այլ բան նշեի, որ այստեղ մեկ այլ հետագծելիության կտոր կա, որը փաստացի նաև ապահովված է եւ օրինակ իմ նշած 5 ընկերություններում դա ներդրված է, մենք նաև ունենք ընդհանցակարգ առհասարակ բոլոր ընկերությունները, որոնք որ հատկապես կենթանական ծագման մթերքներ են արտադրում, իրենք պետք է այդ որակի վերահսկողության այդ հետագծելիության ողջ համակարգը ունենան եւ ինչա դա իրենից ենթադրում եւ բազմաթիվ ընկերություններ, որ այսօր Հայաստանում ներդրել են, ըստ էության փաստացի եթե դա ներդրված չլինի, չեն էլ կարողանա արտահանել այդ հասիբ համակարգն է, մյուսն է եւ այլն, դա իրանից ենթադրում է ձկան եւ սննդամթերքի բաղադրիչ նյութերի հետագծելիություն ամբողջ, այսինքն ինքը եթե դու այդ ներդնում ես, այդ նշանակում է թվային եղանակով Եվրոպայում կարանտինան, այդ կերը որտեղ ես առել, ոնց է եկել, երբ է եկել, երբ ես տվել, դրա արդյունքում բաները, մենակ դա չէ, արտադրության ինչ սարքերով է դա արտադրվել, այդ պայմանները այնտեղ պահպանված են թե չէ, եւ այս առումով
այս մի մասը, այսինքն Հայաստանի ներսում այդ մնացած մասը դա կա։ Մյուս մասի հետ ամբողջությամբ համաձայն եմ, որովհետև ինքը ինչ որ միտեղ կարա կտրվի, եթե եկավ այդ ապրանքները, գնաց համակարգը վերահսկեց, տեսավ, սառեցրեց, նայում օրինակ 60 աստիճանում սառեցված է, դրվեց բեռնատարի մեջ ու սկսում է արտահանվել, այո, պետքա նաև այդ կետում, երբ որ այդ բեռնատարն է, ինքը պետքա ենթադրում էլեկտրոնային Կենսագրությունը պիտի շարունակվի, պարոն Պապա, որովհետև եթե խզվում է թվային կենսագրությունը շարժի, դա նշանակում է, ուր որ գնում է մաքսային վարչարություն պիտի լինի, որովհետև մաքսայինի համար այդ սահմանի վրա սա ոչ մի ինֆորմացիա ինքը բեռի մասին չունի, ինչը նշանակում է ինքը պիտի սքան անի, ինքը պիտի ֆիզիկապես զննի եւ այլը։ Իսկ սննդամթերքի դեպքում առավել եւս շուտ փչացողի դեպքում դա կատաստրոֆա է, այլ կերպ ասած, որովհետեւ ինքը ուղղակի պիտի դա ճանել, որովհետեւ ինքը չի դիմանում այդ տեմպերին։ Հիմա նաև ձեր հանձնարարությամբ ենք Ես հետևում եմ ինչ է հիմա կատարվում, այդ թվում Միրգ Բանջարեղեն ծաղիկ, ես զգում եմ, որ մերոնք կան ընկերություններ, որոնք բավականին բարձր որակ են ապահովում, այդ թվում եվրոպական, ու պարզվում է խնդիրը միայն որակը չի, խնդիրը հետագծելիությունն է, որ իրան շարժն է դանդաղում, լավ որակի ապրանքի շարժը, որ դանդաղում է, ինքը ունենում է երկու պրոբլեմ, նախ փչանում է, երկրորդը ժամանակն է ծախսում, իր ժամանակը ծախսելը արդեն ուղղակի ծախսա ու մեր գինը մրցունակ չի։ Դե նաև ձեր հանձնարարությամբ մենք ճանապարհային քարտեզ ենք գործողությունների մշակել, որը ըստ էության ինտեգրելու ենք ՊԵԿ-ի համակարգի հետ, իմարկի հետ կապված, եւ մենք եւս այդ մասով ամբողջությամբ ներգրաված ենք լինելու աշխատանքներին ու վերցնում ենք նաև մեր վրա պատասխանատվությունը այդ մասով աշխատանքի իրականացնելու գործընկերների հետ, այսինքն այդ մեխանիզմն ենք պատկերացնում եւ պարոն Հակոբյանը եւս տեղեկացված է։ Շատ կարևոր քննարկում է կարծում եմ երկու տեսակի հետագծելիություն կա ֆիզիկական շարժի եւ այդ փաստաթղթերի հիմա այդ երկրորդ կտորը այս պահին շատ ակտիվ բանակցում ենք Եվրամիության հետ նշեմ որ կա Եվրամիությունում կա տրանզիտի համակարգ թվային համակարգ հիմա մենք պետք է համաձայնագրով միանանք դրան այսինքն այս պահին առաջի հայտը նա է որ դիտորդի կարգավիճակ ստանանք հաջորդ քայլով փորձենք միանալ դրան, դա հնարավորություն կտա, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքի փաստաթղթերը թվային տեսքով միանգամից արտացոլվեն այդ համակարգում ու Եվրամիության ներմուծողը եւ այնտեղի մաքսային մարմինները արդեն տիրապետեն, թե ինչ է Հայաստանից գալի Եվրամիություն։ Այսինքն այս առաջին քայլը արդեն շատ ակտիվ արվում է։ Դրա հետևից ֆիզիկական շարժի հետագծելիության հարցը պետք է առանձին քննարկենք, հասկանանք ոնց պիտի լուծվի Եվրամիության դեպքում։ Պարոն Հակոբյան, ես հասկանում եմ, ես գիտեմ, որ դա բարդ խնդիր է, որովհետև այդ հետագծելիությունը տրանզիտ երկրներում բավականին բարդ է կազմակերպել, որովհետև տենց հիմա տրանզիտ երկրները այդ հետագծելիության շահառու չեն կամ չեն գտնում իրան շահառու լինելու իմաստը, բայց ամեն դեպքում մենք պիտի լուծենք, որովհետև եթե ապրանքի հետագծելիության խնդիրը չլուծենք, մենք շատ բարդ է լինելու մեզ մրցակցելը զարգացած շուկաներում, շատ բարդ։ Բայց այլընտրանք չկա, որովհետև ստացվում է, որ մեր արտադրողը իր որակը ապահովում է, այսինքն ինքը ներդրում է արել ծախսարը որակը ապահովում, բայց թվային ենթակառուցվածքի բացակայության պատճառով ինքը չի կարողանում արտահանում անել։ Եվ մենք մի օր որ մեզ համար գնահատենք տեսնենք, եթե թվային ենթակառուցվածքը հետագծելիության լիարժեք աշխատեր մեր ապրանքների, որ կազմն է արտահանելի, կարող է պարզվել, որ մի զգալի մասը մեր արտադրության արտահանելի է եւ ինքնարժեքով էլ շատ հարմար գին ունի եվրոպական շուկայի համար։ Ես խնդրում եմ այս հարցը ուշադրության կենտրոնում պահել միշտ, որովհետեւ ես ինչքան որ հասկանում եմ այսօրվա այս գաբարիտի եւ շարժի փոփոխությունների խնդիրը ամենամեծ խնդիրը այնուամենայնիվ թվային ենթակառուցվածքների գոյությունն է, ոչ թե ապրանքի որակ եւ գին։ Տեմպը եւ թվային ենթակառուցվածքը։
Այլ կերպ ասած, ես կարծում եմ այսօրվանից պիտի զուգահեռ մի հատ բեկի հետ սկսեք քննարկումները ինչ անենք այդ կապարակնիկների հետ մեքենաների, որ մեր բեռնատարներն էլ ակտիվանան ու սկսեն աշխատել։ Կցանկանայի ուղղակի նաև տեղեկացնել, որ Եմեն մի գործիք էլ ունի, որը որ կարանք գործարկենք, եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն աշնակներ եղել է, դա EU4 Digital-ն է, այսինքն ԵՄ հանձնաժողովը հենց մի գործիք ունի նման խնդիրների համար պիլոտային ու նաև միջոցներ տրամադրելու։ Սրանից հետո մենք միանգամից էկոնոմիկայի նախարարության հետ կաշխատենք, որ նաև դա ակսելերացնենք։ Մենք զուգահեռ ինչ-որ հարթակում ԵՄ-ի հետ այս հարցը քննարկում ենք եւ կշարունակենք քննարկել, բայց ինքը տակից պիտի լուծումներն էլ գա։ Իսկ որպեսզի այդ լուծումները հնարավոր լինի տրանսֆորմացնել դեպի ԵՄ, մենք այդ լոկալ լուծումը պիտի ունենանք, բայց մենք լոկալն էլ չունենք։ Շատ լավ։ Հիմա մեր տնտեսավարողները ՍԱՏՄ-ին պիտի դիմեն, պարոն Պետրոսյանը ստեղ է, չէ՞։ Պարոն Պետրոսյան, դե ասեք, որ համեցեք, դիմեք, մենք ամեն ինչ կկազմակերպենք լիարժեք ու ոչ մի խնդիր չի լինի։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան։ Ընթացակարգը մենք կհրապարակենք պաշտոնական կայքեջում, հարցաշար այդ փաստաթղթերը, որոնք որ պետքա տնտեսվարողները ներկայացնեն, բաղկացած է 18 հարցից։ Իրանք իրանցից որևէ այտենց գլոբալ խնդիր չեն առաջացնում, երևի գրեթե բոլոր տնտեսվարողները Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ցանկի փաստաթղթերը ունեն։ Իրանք կներկայացնեն, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրաման կլինի իրականացվի ստուգում տվյալ դիմում ներկայացված տնտեսվարողի մոտ, որից հետո կգրանցենք հարթակում, Ստուգում բառը փոխարինեք մոնիտորինգ բառով, էլի, որովհետև ես հասկանում եմ տնտեսավարողներին, իրանք կմտածեն, որ սա մի հատ ինչ-որ հերթական տեսչական գործառույթ է, այլ ոչ թե արտահանման շուտ։ Չէ, մոնիտորինգը, սենց ասած, զուտ լինելու է այն շրջանակում, որպեսզի տվյալ կազմակերպությունը հայտնվի թրեսիս համակարգում։ Դրանից հետո տրամադրելու ենք իրանց այդ կոդը, որը որ պարոն Պապոյանը նշեց, իրանք բացելու են իրենց էջը եւ յուրաքանչյուր արտահանման ժամանակ արդեն դիմելու են առողջության սերտիֆիկատի յուրաքանչյուր խմբականակի համար, այսինքն ինքը ընդհանուր process-ը կտևի երևի մի 10-ից 15 օր։ Մի քիչ երկար է, փորձենք կարճացնենք, սա կենթանի ձկի մասին խոսքը չէ։ Սառեցրած ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք։ Իսկ կենթանի ձուկ այդ թվում թե Սառեցվածն է գնում, որովհետեւ ըստ էության դա համարվում է, այսպես ասած, ձուկ եւ իրանց նկատի ունեմ այդ ձուկ ասելով իրանք նկատի ունեն սառեցրածը, որովհետեւ նաեւ սառեցված վիճակում բազմաթիվ հիվանդությունների ոչ միայն վերանում են, այլ նաև բազմաթիվ հիվանդություններ լինելու հնարավորությունը ըստ էության չեզոքացվում է։ Հասկանալի է, պարոն Պապոյան, բայց բացի կայքում ՍԱՏՄ-ի խնդրում եմ ձեր հարթակներում էլ դրեք, էլի, անպայման ես այդ ինֆորմացիան հասանելի լինի։ Ես առանձին բաներ կան, փոքր հոլովակներ Համեցեք, պարոն Պետրոսյան, բան եք ասում։ Պարոն Գրիգորյան, ուզում եմ ասեի, որ թրեսիսում գրանցվելու վերաբերյալ ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրողները եւ պահպանողները 3 փուլերում էլ իրանք պետքա գրանցված լինեն թրեսիս համակարգում, այսինքն բոլորին է վերաբերյալ համակարգն է, չէ՞։ Եվրոպա։ Իրանք պիտի արդեն ունենան, որ կարողանան դիմեն սրա մասին, սրան եւ ըստ էության մենք բազմաթիվ կազմակերպություններ ունենք, որոնք որ ունեն այդ համակարգներ դրած եւ կարծեմ 27 թվականն է վերջնաժամկետը այդ կազմակերպությունների համար այդ համակարգը ներդնելու, որը նորմալ նկատի ունեմ ինքը այո ենթադրում է եւ գիտելիք եւ որոշակի ֆինանսական ծախսեր, բայց առանց դրա հնարավոր չէ։ Շատ լավ, պայմանավորվեցինք, առաջարկում, խնդրեմ հարգելի գործընկերներ, հարցեր, առաջարկություններ, դիտարկումներ կան, չկան առաջարկում եմ ընդունել այս կարևոր որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, մեր օրակարգը սպառվեց, նիստը ավարտվեց, հարգելի գործընկերներ։